Пожалуйста, пожалуйста. Ակնհայտ համարժեք չէ կատարված արարքին։ Ես նաև որպես ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ չէի կարող իմ մտահոգությունը չհայտնել եւ չմիանալ այսօր այս акցիային, որովհետեւ ես ինքս էլ գտնում եմ, որ մարդու իրավունքները Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն գերակա արժեք եւ մարդու իրավունքները պետք է միշտ լինեն պաշտպանված, այդ թվում նաեւ այս դեպքում։ Ես որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ բազմիցս հայտարարել եմ եւ կրկին հայտարարում եմ, որ ես ներկա եմ գտնվելու բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված կլինեն մարդու իրավունքների պաշտպանությանը։ Ես այստեղ հարկ եմ համարում նշել, որ խոսքը բոլոր քաղաքական ուժերի մասին է, որ քաղաքական ուժի իրավունքները, մարդու քաղաքացու իրավունքները կլինեն այս կամ այն կերպով խախտված, այդ քաղաքական ուժի կողքին կլինեմ ես, լինի դա ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, թե ՀՀԿ։ Այսինքն այս դեպքում ինձ համար գերակա արժեքը մարդն է իր իրավունքներով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է զգա, որ իր իրավունքները պաշտպանված են իր պետության կողմից։ Թերևս այսքանը, շնորհակալ եմ։ Ակցիային որոշել եմ մասնակցել, որտեղ այստեղ խոսքը գնում է մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Իսկ ես լինելով ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ չէի կարող անտարբեր լինել այն դեպքին, երբ իրականում խախտում են մարդու իրավունքները։ ԲՀԿ խմբակցությունը բազմիցս խմբակցության անդամներից շատերը բազմիցս նշել են, որ այդ ակտիվիստների դեմ կայացրած դատավճիռը ակնհայտ խիստ է եւ համարժեք չէ կատարված արարքին։ Այնպես որ սա այսպես տրամաբանական շարունակություններ ակցիային ներկա գտնվելը, ու ինչպես նշեցի, ես մասնակցել եմ բոլոր միջոցառումներին, անկախ որ քաղաքական ուժի հետ է դա կապված։ Այսինքն խոսքը հենց հատկապես մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերում։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեմ, ես անկեղծ ասած այսպես հույսեր ունեմ, որ վերադասացիաները դատավճիռը վերանայելուց կայացնեն այսպես արդարացի դատավճիռ ելնելով պատժի համարժեքության սկզբունքից։